ինքը այս բռնապետական ոչին է սովոր, որտեղ ինքը մտածում է, որ ուրիշ կերպ չի կարող ուրեմն մարդկանց իր բռի մեջ պահի, պիտի բոլորը վախենան, եւ դա էլ իր հերթին ծնում է անհատի պաշտամունք։ Նայեք Ստալինը ինչպես հասավ անհատի պաշտամունքի, վախի սարսափի մթնոլորտ ձևավորելով, եւ ինքը այսօր նույն այդ փոքրիկ ստալինիզմ է ստեղծել մայրաթոռում, եւ ամբողջ հայ եկեղեցին իհարկե մայրաթոռը որպես նվիրապետական աթոռ նկատի ունենալով, քանի որ մյուս տեղերում դեռ չի կարողանում նույն ձևով իր տիրապետությունը հաստատի, բայց փոքրիկ ստալինիզմ է, բոլորը վախենում են, բոլորը հանկարծ եթե գլուխ բարձրացնեն անմիջապես կարգալույց է անում, դեռ կարգալույց անելով էլ չի սահմանափակվում, մինչև անգամ ոստիկանություն է դիմում, ոստիկանները քանի անգամ ճնշել են մարդկանց կարգալույց եղածներին իրենց խոսքի ազատությունը եւ այլն, որպեսզի չարտահայտեն Եվ ինքը հակազդում է, Հիմա իր հակազդեցության միջոցներից մեկը կարգալուծությունն է, որով վախեցնում է բոլորին, այնուհետև ինքը ինձ ասել է, որ ես մի զանգով կարող եմ բոլոր ճանապարհները փակել ձեր առաջ։ Այսինքն ինքը նաև հասնում է նրան, որ կարգալույց լինելուց հետո էլ այդ հոգևորականը, որին ինքը համարում է, որ իր օծումը կարող է ջնջել, բայց սա կոպիտ հերետիկոսություն է, օծումը չի կարող կաթողիկոսը ջնջել, կարգալույց լինելուց հետո էլ ինքը փակում է ճանապարհները, որ այդ կարգալույց եղած հոգևորականը որևէ տեղ աշխատանքի չընդունվի։ Ասենք համալսարանի առջև է դռները փակում, որ չդասավանդի, մատենադարանի առջև է դռները փակում, որ գիտաշխատող չլինի, ակադեմիայի առջև է փակում, ես ինչ իմանամ, Այսինքն ինքը քանի որ բոլոր տնօրենների հետ մտերիմ է, մի մասը արդեն Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, իր շրջապատն է, ինքը մի զանգով ասում է, որ այս մարդը պիտի տեղ չտաս եւ վերջ։ Իսկ քանի որ կաթողիկոսն է ասում, իրենք չեն կարող կաթողիկոսի խոսքը մերժել։ Ավելին ասեմ, այն մարդիկ, որոնք ինչ որ ձևով գտնում են իրենց տունը պահելու ճանապարհը, այսինքն նույնիսկ ֆինանսապես չի կարողանում ճնշել, խեղդել այդ մարդկանց, Եվ այսօր քահանաների մեծ մասը չեն ընդվզում, որտեվ տուն ընտանիք ունեն, վաղը մյուս օր կարգալույց է անելու, մարդիկ տուն պահելու հարց են ունենալու, հո բոլորը չեն կարող գնալ աշխարհական գործ անեն, նույնիսկ նախկին միաբաններից մեկին, որ կարգալույց արեց, մի որոշ շրջան տաքսի էր մարդը վարում։ Ինչ աներ, ապրելու խնդիր է, մի ձևով պիտի այդ մարդիկ ապրեն, թե ոչ։ Ինքը ուրեմն այդ ֆինանսական ճնշումն էլ եթե տեսնում է, որ չանցավ, ինչ որ տեղից կարողանում է ինքը իր գոյությունը պահել, արդեն սկսում է վարկաբեկումներ անել, տարբեր զանգվածային լրատվական միջոցներով ցեխ է շպրտում, մրոտում է, իր անունն է սևացնում, որպեսզի հասարակությունը այլևս չընդունի այդ մարդուն եւ այնպիսի պիտակներ են փակցնում, որ գիտի վստահաբար հասարակական լայն զանգվածների ընդվզումը կառաջանա։ Օրինակ, կարող է մասոնի պիտակ փակցնել, այսինքն իրենք որ լայն կապեր ու ջերմ հարաբերություններ ունեն մասոնական կառույցների հետ, իրենք են մեզ իբրև թե մենք մասոնների կողմից ենք ֆինանսավորվում, եթե տեսնում է այս մի պիտակը չանցավ, միասեռականների պիտակ է փակցնում։